Այսօրվա համաշխարհային անկայունությունը եւ անվտանգային ճգնաժամը պայմանավորված է համաշխարհային ուժեղագույն միջուկային ներուժ ունեցող երկու պետությունների մի շարք հակադիր նպատակների եւ սկզբունքների բախմամբ։ Դրանք են ԱՄՆ կողմից կիրառվող կարգեր հիմնված կանոնների վրա քաղաքականության պահպանման ձգտումը, բախվում է Ռուսաստանի կողմից երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների եւ դրանց հիման վրա ստեղծված ՄԱԿ-ի դերի պահպանման եւ այն առավել արդյունավետ դարձնելու նպատակի հետ։ Երկրորդ, արևմտյան դեմոկրատիայի գաղութատիրական մոդելի գերակայությունը պահպանելու հավաքական արևմուտքի նպատակը բախվում է Ռուսաստանի կողմից առաջադրվող նոր մոդելի գաղափարի հետ, որի համաձայն դեմոկրատիան դա առանձին երկրների արտոնությունը չի եւ անկախ տվյալ պետության հասարակական քաղաքական կառուցվածքից, պատմությունից, ավանդույթներից եւ մշակութային առանձնահատկություններից նրա ժողովուրդն իրավունք ունի ընտրելու ժողովրդավարության իրականացման այնպիսի ձևեր եւ մեթոդներ, որոնք համապատասխանում են տվյալ պետության առանձնահատկություններին։ Երրորդ, ԱՄՆ գլխավորությամբ հավաքական արևմուտքի կողմից այլ ինքնիշխան պետությունների ներքին գործերին կոպիտ միջամտելու շարունակական պրակտիկան բախվում է ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու եւ նրանց ինքնիշխան հավասարության իրավունքը հարգելու Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման եւ քայլերի հետ։ Չորրորդ, ՆԱՏՕ դաշինքի կողմից Եվրասիական տարածքը ռազմական առումով յուրացնելու քաղաքականությունը բախվում է Ռուսաստանի կողմից առաջ քաշվող հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության ձևավորման ուղղված քայլերի հետ, որի համաձայն մեկ պետության անվտանգությունը չի կարող ապահովել մեկ այլ պետության անվտանգության հաշվին։ Հինգերորդ, ԱՄՆ դոլարի գերիշխանության վրա հիմնված անարդար միջազգային ֆինանսական համակարգը պահպանելու նպատակը բախվում է Ռուսաստանի կողմից այն բարեփոխելու եւ ավելի արդար դարձնելու նպատակի հետ։ 2021 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին առաջարկեց երկու փաստաթուղթ։ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագիրը եւ Ռուսաստանի Դաշնության եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների անվտանգության միջոցների մասին համաձայնագիրը։ Այդ փաստաթղթերի առանցքային կետերից կարելի է առանձնացնել հետեւյալը. Առաջին, Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն ստեղծի ռազմական բազաներ այլ պետությունների տարածքում, որոնք նախկինում կազմում էին խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միությունը եւ չեն հանդիսանում Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամներ։ Չեն օգտագործի նրանց ենթակառուցվածքները որևէ ռազմական գործունեություն իրականացնելու համար, ինչպես նաեւ չեն զարգացնի նրանց հետ երկկողմ ռազմական համագործակցություն։ Երկրորդ, որը արդեն ուղղված է ՆԱՏՕ-ին, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները հրաժարվում են որևէ ռազմական գործունեություն իրականացնել Ուկրաինայի, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների տարածքում։ ԱՄՆ եւ ՆԱՏՕ կողմից դրանց մերժումը, այս համաձայնագրերի մերժումը Ռուսաստանին այլ ելք չթողեց, քան հատուկ ռազմական օպերացիան սկսելը։ Լավ, իսկ եթե մի քիչ պետք է, քանի որ մեր նիստի եզրափակումն է դեպի Հայաստանի անվտանգություն։ Դե ես ամեն ինչը կարդում եմ, որ հետո բերեմ Հայաստանի անվտանգությանը։ Որտեղ այլ ձև հնարավոր չի, եթե վերևից չգամ, չեմ կարող հասկանալ ապագա անվտանգության ռիսկերը։ ԱՄՆ եւ ՆԱՏՕ կողմից դրանց մերժումը, ինչպես ասացի, բերեց հատուկ ռազմական օպերացիան սկսելը։ Վերոգրալից ընդհանուր գծերով պարզ են դառնում այն կարմիր գծերը եւ եվրասիական այն անվտանգային համակարգը, որին ձգտում է հասնել Ռուսաստանը եւ հավաքական արևմուտքի նպատակները, ով ձգտում է այդ գործընթացը խափանել։ Անկախ պետություններից բաղկացած նախկին ՀՍՀ տարածքը անվտանգության, կայունության, ժողովուրդների ինքնության պաշտպանության առումով այսօր էլ շարունակում է մնալ մեկ ընդհանուր անվտանգային միջավայր, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է եւ յուրաքանչյուրի կայունությունն ու անվտանգությունը բխում է մյուսների շահերից։ Այս առումով ՆԱՏՕ-ի ներկայությունը հետխորհրդային տարածքի որևէ մասում շղթայական ձևով բացասաբար ազդում է մյուսների վրա, սպառնալով նրանց անվտանգությանն ու կայունությանը։ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության ապահովման գրավականը հետխորհրդային տարածքում անվտանգության եւ կայունության ապահովման գործում պատասխանատու կերպով իր ներդրումն ունենալն է, որտեղ առանցքային դեր պետք է ունենա Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը։
Եթե Հայաստանը չի հանդիսանում Ռուսաստանի առանցքային մասնակցությամբ ռազմաքաղաքական համակարգի մաս, ապա ինքը ստինքյան դառնում է ՆԱՏՕ-ի հարձակողական ռազմավարության եւ եվրասիական տարածքը ապակայունացնելու գործողությունների մասնակից։ ՆԱՏՕ-ի նպատակն է պատերազմել Ռուսաստանի դեմ այլ ժողովուրդների ձեռքերով։ Այդ նպատակով ՆԱՏՕ-ն ձևավորեց հարվածային բռունցք Ուկրաինայի կողմից, իսկ հիմա նույնը նախապատրաստում է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Այսօր Վրաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը արդեն բերված են ՆԱՏՕ-ի ստանդարտներին, իսկ Հայաստանի զինված ուժերի վերափոխումը ընթացքի մեջ է։ Սա նշանակում է, որ իրադարձությունների այսօրվա դինամիկայի պայմաններում մոտակա տարիների ընթացքում կարող է ձևավորվել ՆԱՏՕ-ի հրամանատարության տակ գործող հարվածային ուժ, որը պատրաստ կլինի մասնակցել Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին։ Ինչպես 1918 թվականից 1921 թվականին Մեծ Բրիտանիան էր պլանավորում ստեղծել հարվածային բռունցք Հարավ-Կովկասյան 3 հանրապետություններից։ Հարավային Կովկասի ուղղությամբ որպես առաջատար պետություն այդ նպատակի համար ՆԱՏՕ-ն նախապատրաստում է Ադրբեջանին, որտեղ Հայաստանին տրված է լինելու, ինչպես ասում են, թնդանոթի մսի դերը։ Վրաստանը առայժմ մանևրում է, սակայն դեռևս պարզ չէ, թե որքան երկար նա դեռ կկարողանա դիմակայել։ Ամփոփելով իրադարձությունների նման աղետալի ընթացքը կանխելու համար Ռուսաստանը բանակցում է ԱՄՆ-ի հետ իր կարմիր գծերը հատկապես հետխորհրդային տարածքում չանցնելու շուրջ, սակայն այս առումով մեզ դեռ սպասվում է, կարծում եմ, որ մեզ դեռ սպասվում է ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության էսկալացիա եւ ամենայն հավանականությամբ միջուկային ճգնաժամի տեսքով, որից հետո ԱՄՆ-ն հետ քայլ կանի եւ իրենց միջև տեղի կունենա ռազմավարական պայմանավորվածություն համաշխարհային նոր անվտանգային ճարտարապետության շուրջ։ Այսօրվա գլոբալ փոփոխությունների պայմաններում աշխարհում անհնար է պաշտպանել եւ պահպանել սեփական անվտանգությունը եւ անկախությունը եւ նաեւ ինքնիշխանությունը առանց արևմտյան աշխարհի հետ որոշակի հակասությունների մեջ մտնելու պատրաստակամության։ Դա ինքնանպատակ չի, այլ գոյաբանական սպառնալիքներին դիմակայելու, տարբեր ոլորտներում աղետալի անկման դինամիկան կասեցնելու, աճի հնարավորություններ ստեղծելու եւ արևմուտքի ձեռքերում գործիք չդառնալու համար։ Շնորհակալություն։